Ովքեր են գնում իրենց կանանց բոլոր բարեկամների առիթին։ Մի հատ կարելի է իմանալ։ Հա? Ձեր կյանքին էլ մեռնեմ, բայց մի հատ հարց կարելի է։ Դրա կայֆը որն է։ Չէ, իհարկե ես դեմ չեմ, մոտ բարեկամներին պետք է հարգել, սիրել, բոլոր առիթներին ներկա լինել, պարտադիր է նույնիսկ, կամ շատ ցանկալի, բայց այն սաղ պապու, եզան, գեղի, են, ախոր, գրոր, տալի, բաժանավի, ես դեմ չեք, ախպեր, վաղը գնում ենք, անենց ուրախ է ասում, ես սա ինչ-որ պաշտոն է ստացել այդ են, վաղը գնում կնգաս, տվարնի հորողպոր, 68 ամյակին, հանչես դեց ուրախ, արա, դեպիլ է, կոնե 70 լեր, հեն, ինչ-որ ձև տեղավորվեինք ուրախությանդ մեջ, կալորամյակա, հա, բոլորը, ես գիտեք ինչ, ես եղել եմ իհարկե այդ կարգավիճակում, ամուսնացած, եղել եմ տարբեր բարեկամների առիթների ու հասկացել եմ, որ մի քիչ ձանձրալի է անցնում, չէ՞, տենց հիմնականում տես մարդ չկա, որ լեզու գտնես հետները ինչ-որ բանից խոսած կամ շատ քիչ են, ասենք մի հատ դվայորոտնի հորողպոր տղա ունի, որ նենց քիչ թե շատ խոսալու թեմա է ելնում, են էլ հիմնականում չի գալի ինքը այդ առիթները։ Դե բարեկամների առիթն է իրակ, ուզի կգա, ուզի չի գա, կնգա բարեկամների առիթը չի, որ ուզի պտի գա։ Հա, շատ դժվար է լինում ու կինդ նկատել եմ, շատ փոխվում է այդտեղ, երբ որ իր բարեկամների առիթին ես գնում ինչ-որ կյոնքս, որի հասկացան, որ կյոնքս, ինչի չես ուտում, անհանգիստ եմ, կերելի բան, չես կարող ասես, ախորժակս փագվում, արա, քերուտ անկապ կենասներից։ Ես բաները ասում ուտելդ փախնում է որ, ախպեր լսիլ է, ես ու քո աները խալանկոտ վախտերից։ Իրար էդ խաչ ու պաչ շռ, ախպեր ջան, հաց ենք ուտում արա։ Հաց ենք ուտում, հոպլո։ Կինդ էլ թե բա ինչի է ախորժակ չունես, դե չես լսում ինչ է խոսում է։ Բայց կապ չունի, ինքը դնում է մեկը, դնում ու դնում, շատ ու շատ իրա, դնում, բուրգ է սարքում ափսեիդ մեջ, արդեն թափվում է, հետո ինչ-որ ձեռքը տա բռնում, սիրում է բան, լուխ դնում է ուսի, դոր ասում ես ինչ եղավ սրա։ Տանը սենց չէր։ Հետո ես հասկանում, որ թադրոն է էդի, բեմադրություն, որ մարդիկ տեսնեն, ասեն, ես ինչ սիրող զույքեր են, բացի հետ էլ են մորքուրի բաժանված աղջիկը տենա ծխկվի, այդ հենց էակներ են, մեր շատ սիրելի կանայք, չէ, աղջիկները։ Հետո անցնում է մի քանի շաբաթ կամ մի ամիս, ենթադրենք, պայմանական եմ ասում, քո առիթներից մեկն է գա, ասենք, քերուտ աղջիկա ծնունդն է, ասում ես կյանքս կիրակի բան չպլանավորես, քերուտ աղջիկա ծնունդն է, դե մտածում ես, ասելու է, հա, իհարկե կյանք, բան, դու իմ բոլոր առիթներին գալիս ես, բայց դա այն է, ինչ մենք ուզում ենք լսել։ Իրականում ինչա տեղի ունենում, ասում է քերուտ աղջկա։ Ասում ես, հա, ասում է որ մեկի անուշիկի թե չաղի։ Մեր քերուտ օջախ մտավ, նայեն, ասում եմ, չէ, երբ ոնց հարմար է։ Դու հասկանում ես այդ կոմբինացիան ինչի համար է ձեռնարկվում, ինքը ասում է տենց, որ դու ասես ինչ չաղ չես ամաչում, հանկարծ ասես չաղը դու ես Ես եմ ճաղ եղավ, ես կտես ես կուրական ազի կտել կգեր ասում էր, ես չեմ գալով, դուս ես պատմություն սարքի չգա, ու գիտես դրա համար արվում, չես ուզում այդ ամեն ինչը լինի, ասում ես չէ, կյանքս անուշիկինն է, չաղինը ամառն է, որովհետև եթե առանց կնոջդ գնաս, գիտես, որ ընդեղ է չաղն է դայաղլնելու, Միկին էլ նայա, գալու է այդ կնիկդ ինչի չեկավ, լայախ չարեց, գանուշիկի ծննդյան, ես ավելի լավ կնոջս նազերը տանեմ, բայց կինն էլ ինչ էակա, գիտենք, հենց հասկանում որ սկսեցիր նազերը տանել արդեն իրա սրտով ես գնում, պտի գա ծնունդի գնաց, բա շորիկ չունեմ, բա կոշիկ չունեմ, բա սումը չկա, բա մեյքափը, բա մանիկյուր, բա պիդզիկյուր, խոսքով ենքան փող եք ծախսում, անուշիկի ծնունդին դադարք ձերով եք գնում վերջ, նվերի փող չի մնում, ու ճանապարհին էլ մի ֆշշոցնում, մի թշշոցնում, ցածալի ադալժենիա անում, որ գալիս է անուշիկի ծնունդին, ֆսսո, փշշշշու, արասում ես վայորս արել, ես հասնելու ենք տեղ խայտարակը անելու, ինձ հասնում ենք տեղ, ով զարմանք, 360 աստիճան փոփոխություն, հենց դուրը բացում է, բորիցի,
դաշնակով, ձեզ։ Ալվարդյուցավոցի կարոտիվցիս, մաղչավը տանիմ, ալպիպցեծո բարիվցիս, երեխեքով, թորմերով, անուշիկով, չաղով, սաղին արա, չապ, չլպ։ Աստված ջան, ասում ես, ես ինքն արա գնում, նայում ես մի հատ կասկած անգնում սիրտը։ Ես կարողա փոխվեց տուն մտնելուց, ինչ-որ ֆոկուս տեղի ունեցավ։ Մի ճանչիկ յար, ուրախ զվարդ, ասում ես արա, ինչ լավ աբան։ Ծնունդը վերջանում է, 12-ը խփում, արդեն ծվրվում եք, արա դու սագալին արեց։ Ինչ-որ հեքիաթ է, հանելու կա, կինոյա, մուլտիկա, 12-ը խփում է, դդում է դառնում էլի դեմքով։ Ու ամբողջ ճանապարհին հետ գնալու ինչ անում, սկսում է քննարկել այդ ծնունդը։ Նորից, որ բերի են կռվի աուրային, չէ՞։ Տենց է։ Ալսին ճանճաշակ երաժշտություններ սիրտս խառնեց, յախ, բա այդ ինչ ռաբիս ձևավորում էր, բանտան, տենում ես պատպիսատ չես լնում այդ կռվին, հա, կոպիտ ասած։ Ասում դու այդ խորովածից կերար։ Ձեն չես հանում։ Քշում ես դու ձեն չես հանում։ Դե խելացի ես, դու պիտի ձեն չհանես։ Որովհետև ինքը բառ չի ուզում, հետ տառ է ուզում։ Տառ, մի հատ ասես օրինակ ձ։ Ձ ու հագցնի ձեի թեմայով։ Ձեով մինչև մյուս ձմեր քթից դու ձեն չես հան։ Ձ ձեն չհանել։ Ձ մեծատառ, ձ փոքրատառ։ Ձայն չհանել։ Գնում ես, ասում այդ խորովածից կերար, ձայն չես հանում։ Ասում ես մի հատ կծեցի, թքեցի։ Ոնց որ սատկած շան միսլներ։ Մերվա, արա։ Սատկած շան մսի համը դու որտեղից գիտես։ Սիրելի հանդիսատես, մեծ պրեմիերա Երևանում։ Իմպրովիզ, ստենդափ մեր հարկի տակ։ Նոր ձևաչափ, նոր հասցե, նոր ասելիք եւ 90 րոպե անդադար ծիծաղ։ Ապրիլի 10-ին, 11-ին եւ 12-ին երեկոյան ժամը 8-ին սիրով կսպասենք ձեզ HD Arena-ում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, բաց մի թողեք հնարավորությունը լինելու մեր առաջին հանդիսատեսը։